Շան իսկ հասցրել ես ծանոթանալ Ադրբեջանի դժգոհությանը Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության համաձայնագրի վերաբերյալ։ Այո, հիմնական երկու կետ կար այնտեղ, որտեղ այդ փաստաթղթում խոսվում էր ուրեմն դեղահանվածների վերադարձի իրավունքի մասին ակնարկություն եւ նաեւ խոսվում էր Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով դեղահանվածների իրավիճակի մասին եւ երկրորդ դժգոհության կետը վերաբերում էր ուրեմն միջազգային դատական ադյաններում ներկայացված հայցերի մասին։ Ուրեմն ես կարծում եմ, որ ընդհանրապես Եվրոմիություն, Հայաստան այս համագործակցության աշխուժ այս փուլը անհանգստացնում է Բաքվին եւ այս գեդերը, որոնք հիմա նաեւ փոխում են, գիտեք, նաեւ Եվրոմիության թեթերից էր ամբողջ փոխում Բաքուն։ Ի վերջո նաեւ համաեվրոպական Այսինքն այդ կետերը պատրվակ են բողոքելու համար։ Այո, եւ գիտեք, անվերջ այդ թարմացվող, նորացվող նախապայմանները, բանջկները եւ այլն ընդհանուր շարքին են, բայց հատկապես նաեւ Եվրոմիություն, Հայաստան, Բրյուսել, Երևան համագործակցության խորացման, նոր փաստաթղթերի կնքման, նոր ռազմավարական հայեցակարգերի մշակման այս թափը փաստորեն անհանգստացնում է, որովհետեւ ի վերջո նաեւ չմոռանանք անկախ Արցախյան հակամարտության էջը փակելու Բաքվի այդ պահանջը յակի ուրեմն Մինսկի խմբի լուծարման նա չմոռանանք որ յակը եւս համաեվրոպական կառույց է եւ Եվրոմիության թեթեր հիմա նաեւ Եվրոմիության հետ ռազմավարական փաստաթուղթ այս բոլորը փողոքի դեղիք են տալիս Բաքվի համար։ Շան, բարձվում է Գերմանիան որոշիչ դերակատարություն ունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում։ Այո, ոչ միայն Գերմանիան, կարծում եմ նաև ընդհանրապես Բրյուսելը, որովհետև Եվրոմիությունը ընդհանրապես այս հարցի գծով գործընթացը խթանելու ավելի գործնական փուլ դեղափոխելու համապատասխան բանաձևեր, կոչեր հնչեցրել են, քվեարկել են անգամ, բայց ի վերջո նաև այս համատեքստում պիտի նկատել Գերմանիայի հիմնական առանցքային թերակատարությունը ընդհանրապես Եվրոմիության արտաքին քաղաքականության մեջ։ Հետարքիր է, այդ ֆոնին ինչ է ասում Ֆիդանը։ Առաջիկայում շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու գործում։ Ինձ թվում է այս մտքի բանալի բառը առաջիկայումն է, ինչ է կարծում։ Որ առաջիկայի մասին է խոսքը ըստ Ֆիդանի։ Առաջիկան կարծում եմ նաև որևէ շեղում չի ներառում, ուրեմն Երևան-Անկարա հարաբերությունների հաստատման կամ սահմանի բացման կամ այլ պայմանավորվածությունների գործնական փուլ անցման այդ բոլորի փոխկապակցվածությունը Երևան եւ Բաքու խաղաղության ուրեմն պայմանագրերի կնքման հետ, որտեղ առ այս պահը Թուրքիան շարունակում է փոխկապակցել այս գործընթացները իրար եւ առաջիկան ես կարծում եմ բարձրապես այն վերափոխված ձևակերպումն է նույն փոխկապակցվածության մոտեցմանը, որովհետեւ որևէ հիմնական պայմանավորվածություն չի իրականանում մինչև նաև այդ առաջադրված պայմանագրի գնքումը, որովհետև այստեղ նաև Բաքվի պահանջը բարձ է ուղղված առաջի հերթին Անկարայի։ Այսինքն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման օրակարգը գտնվում է Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում։ Այո, ինչի մասին իրենք ուղղակի նաև հայտարարել են։ Անկարան ամեն առիթի դեղ անուղղակի, դեղ ուղղակի ուրեմն այս փոխկապակցումը շարունակում է շեշտել։ Հիմա առաջիկայում նաև կարծում եմ կապվում է այդ առաջիկային ենթադրաբար լինելիք ուրեմն այդ Դե խոսում են եկող տարվա առաջին կիսամյակի մասին։
ոչ միայն Թուրքիան, մի քանի կողմեր այդ մասին խոսում են, բայց այստեղ նաև մի կարևոր հարց էլ կա։ Դուք տրիփի տապալման ռիսկեր տեսնում եք այս ամենում։ Այս բանի դրությամբ նման ռիսկեր իհարկե չի կարելի բացառել, բայց քետնի վրա նման նախադրյալներ, տվյալներ չեն երևում ոչ միայն ներդրումների հանքրվանային իրականացման երևույթները նկատի ունենալով, այլ ընդհանրապես տարածաշրջանի ընդհանուր թիմակիզի փոփոխության առումով հավաքական արևմուտքի եւ քանի թրիփի մասին ենք խոսում, այս դեպքում Միացյալ Նահանգների գիրառած աշխուժ քաղաքականությունը այդ շրջանում հատկապես Սյունիքի այդ նոր կարգավիճակի ձևավորման առումով։ Քետ այս պահի դրություն։ Թրամփը այդ առումով Հայաստանին առաջատար երկիր է համարում, թե սա ուղղակի արտահայտություն է, որը կիրառել է Թրամփը։ Չէ, Հայաստանի թերը կարծում եմ Միացյալ Նահանգների ագնոցով, ոսպնյակով երկու կարևորագույն հանգամանք ունի՝ Իրանի սահմանամերձ լինել աշխարհագրականորեն եւ դրա կապված հարաճիգա ծրագրերը ուրեմն ծոց, սևձով, ցամաքային տարանցիկություն եւ երկրորդը Հարավային Կովկասի տարածաշրջանից ռուսական գործոնի ուրեմն հանքրվանային հերացման այդ ընդհանուր գործընթացը, որը գիրառում է հավաքական արևմուտքը, այս դեպքում Միացյալ Նահանգները։